Բարեզես, այսօրվա ապրիլի 7-ի իմ ամեն հաղորդաշարի երթական հաղորդումը վերնագրել եմ ասպատակվող հայոց լեզուն։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Եվ այսպես հիմա ասնեմ բույնյութին, որի վերնագիրն է ասպատակվող հայոց լեզուն։ Ցավոք սրտի ամեն քայլափոխի փաստորեն ականատես եմ լինում անձամբ ես, թե ինչպես է ասպատակվում հայոց լեզուն։ Համատարած անգրագիտությունը ուղղակի կլանել է հայոց լեզուն, թե հատկապես կայքերում եւ թե նույնիսկ անգամ հրատարակող գրքերում, այն ժամանակ, երբ ասում են, որ ճիշտ խոսելու համար, գրագետ լինելու համար պետք է գիրք կարդալ։ Միանշանակ այդպես է, գիրք պետք է կարդալ, բայց հիմա, երբ շատ հրատարակություններ կան, որ զանազան գրքեր են հրատարակում, վերահրատարակում անգամ, ըստ երևույթին գրանտների ինչ-որ մի հնարավորություն ստանալու հետևանքով, բայց այդ հրատարակված կամ վերահրատարակված գրքերը աղավաղում են հայոց լեզուն եւ այդ լեզվով գրականությամբ սխալ է երիտասարդությանը, պատանեկությանը ճիշտ հայերեն սովորեցնել։ Հիմա ասեմ կոնկրետ մի օրինակ, շատ հայտնի հրատարակություններից մեկը վերահրատարակել էր Դոստոևսկու Բրատյա Կարամազովի վեպը։ Եվ չգիտեմ, թարգմանիչներ այս սխալը թույլ տվել, ասենք թե ընդունենք, թե թարգմանիչներ սխալ ընդունվել, խմբագիրն էլ այդ սխալը անցեկացրել կամ չեմ բացառում իմ պարագայում, հետո կասեմ ինչու եմ ասում իմ պարագայում, որ թարգմանիչը ճիշտ թարգմանած լինի, բայց խմբագիրը խմբագրական միջոցով կոպիտ սխալ թույլ տված լինի եւ այդպես հրատարակվի գիրքը։ Մի խոսքով Բրատյա Կարամազովի վեպը հայերեն թարգմանել էր, տպագրված էր գրքի առաջինից էջի վրա, կազմի վրա, շապիկին Կարամազով եղբայրներ Ֆյոդոր Դոստոևսկի Կարամազով եղբայրներ, այնինչ դա կոպտագույն սխալ է, պետք է լիներ ոչ թե Կարամազով եղբայրներ, այլ Կարամազով եղբայրները որոշյալ հոդով։ Եվ նման սխալ թարգմանությունները, սխալ գրառումները, երբ պետք է լինի որոշյալ հոդ, չկա բացակայում է որոշյալ հոդը, եզակի դեպքեր չեն։ Հիմա ինչու ասացի իմ օրինակով, որովհետև ես գրեթե մի տարուց ավել առաջ թարգմանեցի չեխ դասական գրող Վիկտոր Դիկի Առնետորսը վիպակը եւ երբ հրանձնեցի, այսպես ասած պայմանավորվածություն, ինչպես կարգն է, ինչպես կարգն է պահանջում, խմբագիրը չէ, բայց խմբագրի ներկայացուցիչը կապվել էր ինձ հետ, ուղարկել էր իմ թարգմանության վրա կատարած աշխատանքը, որ ես նայեմ, կամ իմ համաձայնությունը կամ չտամ։ Եվ երբ նայեցի, ուղղակի սարսափեցի իմ թարգմանությունը, այդ թարգմանիչը գյոր էր արել, այսպես ասած, հայերեն ասած, կներեք։ Որովհետև սեմ նրանից օրինակ կոնկրետ մի հասարակ օրինակ թոթովել բառը դարձել էր թոթվել։ Ասերևի որ բառը տարասխալ է, չէ, բաց թողում է, հետո մի քանի անգամ հանդիպեցի, ամեն որտեղ այդ բառը հանդիպել էր, այս մարդը թոթովելը դարձել էր թոթվել։ Շատ անհարկի միջամտություններով փոխել էր տեղանունների անունները, որտեղ Կ է դարձել, որտեղ Տ է դարձել, պես չի էլի։ Եվ հետո շատ վիճելի էր ինձ համար եւ ես տվեցի իմ համաձայնությունը եւ նշելով, որ եթե այս ուղումները չվերացնեն, իմ
առարկումներ եթե հաշվի չառնեն, ապա ես հրաժարվում եմ, որ ես համարվեմ այդ վիպակի թարգմանիչ, որտեղ ինձ համար ամոթալի է, որ կարդանով է թարգմանիչը լինի իմ անուն ազգանուն։ Հաստավորապես, որտեղ որ այստեղ, այնտեղ այդ երացս դասել է էստեղ, այնտեղ առարկությունից ինձ գիտեք ինչ բացատրեցին, ասի որ քանի որ հասարակ մարդիկ են խոսում, հասարակ մարդը այստեղ այնտեղով չի խոսում, գրողը տանի, հասարակ մարդում եւ հետո բերեցին օրինակ Հովհաննես Թումանյանի, որ Հովհաննես Թումանյանը իր գործերում այստեղ այնտեղ ասի։ Եղբայր Հովհաննես Թումանյանի մի սպառն է, մի ձեռքտվեք։ Բայց մի ժամանակ է պետք է հասկանա, որ Վիկտոր Դիկը չեխերեն գրել է դասական չեխերեն եւ այստեղ այդտեղ չեխերենում էլ կա այստեղ այնտեղ, բայց այս մարդը գրել է այստեղ այնտեղ եւ ես թարգմանել եմ ճիշտ այնպես, ինչպես հեղինակն է։ Եվ խմբագիրը որոշել է, որ պետք է իր միջամտությամբ հայերեն դաս տա։ Նշի թե որն է հայերեն ճիշտը, խոսակցական եւ գրավոր եւ այլ եւ այլ։ Համատարած է։ Մի խոսքով, այսպես Հակերտյանցա, որտեղ չեմ կարողանում զսպել իմ վրդովվածությունը եւ հիասթափությունը, թե ինչպես աղավաղեցին իմ չեխերենից արած թարգմանություն։ Այնինչ ես ժամանակին թարգմանություններ նոր չի, որ արած եմ, սա իմ առաջի թարգմանությունը չէր եւ դասական թարգմանություններ եմ արել, հատկապես նկատի ունեմ ժամանակին Արայն հերոստատեսության համար թարգմանություններ, ինչպես ասենք Դոն Կիխոտը, Օդիսեվսը, Բեն-Հուրը ֆիլմերի թարգմանություններ, ուղղակի հրաշալի հոյակապ թարգմանություններ, ես գլուխ չեմ գոհում, այդ պարզապես դասական թարգմանության օրինակ է։ Մի խոսքով անցեմ առաջ։ Հիմա համատարած սխալ է գրվում փողոցների անունները, ամեն մեկը ինչ-որ Մաշտոց էս ինչ համար, Մաշտոց 16 օրինակ, կամ Խորենացի 20 օրինակ, ինչ պետք է լինի, Մաշտոցի 17 օրինակ, եթե Խորենացի փողոցն է, Խորենացու այսինչ փողոց, Խորենացու փողոցի այսինչ տան համար է գրվի։ Երբ գրվում է հյանով, դա նկարի եւ թե հայկական ազգանուններ են կամ ընդհանրապես հյան, օրինակ Կիևյան, Ռոստովյան, չէ՞, այսպես թե չի կարելի գրել Կիևյանի էս ինչ, Ռոստովյան, Կիևյան համար էս ինչ է։ Բայց Աբովյան փողոցի դեպքում, Աբովյան անունն ասա, Խաչատուր Աբովյանի անունն է հիշեցնեմ, ասեմ նրանց, ովքեր կարող է նույնիսկ հիմա չգիտեներ, որովհետեւ շատերը, որ խայտարակություններ եւ ասում են Թումանյանի շահումը, պատկերացնում եք, խայտարակություն։ Չի կարելի ասել Թումանյան 24 շենք, Պրոշյան 15 շենք օրինակ, ոչ թե Պրոշյանի կամ Թումանյանի, հասկացաք, բայց ոչ մի դեպքում Մաշտոց չէ, այլ Մաշտոցի։ Իդեպ այս առաջի անգամ չէ, որ անդրադառնում եմ այս փողոցների անվանումներին, մեկն էլ իբր հայտնագործություն էր արել եւ ուղղել էր ինձ, ուղում էր գրել, ասա, թե արգելից, բայց ախր այդ փողոցը Մաշտոցին է, չի չէ, որ գրենք Մաշտոցի։ Ինչ ասես, գնա գիրք կարդա։ Պատասխանում են դա է, կարգին գիրք կարդա, ճիշտ թարգմանությամբ գիրք կարդա։ Սա փողոցների անվանումների մասին, փողոցների անվանումներից զատ խայտարակ սխալ է, երբ գովազդներում կամ հայտարարություններում ինչ-որ ծառայություն է գովազդվում կամ ապրանքի վաճառք է գովազդվում եւ գրվում է կամ թեկուզ ասենք բնակարանի վաճառքի մասին է խոսքը գրում է գինը, չէ, ներողություն չէ, գրում է արժեքը այսքան։ Եղբայր ապրանքը եւ ծառայությունը մատուցվող չի մատուցում արժեքով, այլ ունի գին։ Արժեքը ձևավորում է գինը։ Չկա, չէ, չեք կարող ասել արժեպիտակ,
Գնապիտակ է, ծանոթներում գնապիտակներ կա։ Արժիչեցում չեք ասում, չէ՞, մեկ գնիչեցում, որ գին, ապրանքը ծառայությունը, ապրանքը վաճառում է, ծառայությունը մատուցվում է գնով, ունի գին, գնակարան ունի վաճառքի գինը, ոչ թե վաճառքի արժեք։ Այսօր գինը եւ արժեքը դրանք տնտեսագիտական լրիվ տարբեր հասկացություններ են եւ այդ մասին պետք է որ իմանային, արտավոր են իմանալ թե խմբագիրները, թե գրականության զբաղողները եւ թե ընդհանրապես գործարարները, որտեղ այս գնի եւ արժեքի մասին, գնի եւ արժեքի տարբերությունը ասում են, պատմում են, ասում են թե դպրոցական տարիներում, դպրոցում։ Թե հիմա ինչ են ասում դպրոցում դժվար է ասել, որովհետև այն անգրագիտությունը, որ մեզ ամեն քայլափոխի գալիս է նաև դպրոցից, հավանաբար, որովհետև դպրոցում ճիշտ չեն սովորացում։ Ի դեպ Վիկտոր Դիքի թարգմանության հետ առնչվող վերաբերյալ Իմ պատասխանել էր խմբագիրը, չէր բարեհաճել, հայերեն ասած լայեղ չէր արել ինձ պատասխանել, այլ պատասխանել էր իր ներկայացուցիչի միջոցով, ասել է ուղղել էր ինչ երևի թարգմանությանը պտտացնել, դուք լեզվի մանրամասնությունից եք խոսում, ինձ է ասում, այնինչ գրել եք պտտացնել, փոխանակ գրեք պտտեցնել։ Պատկերացնում եք, դե արի ու մի ասա։ Սա էլ այսպես է։ Հիշեցի նորից եւ անցա դրան։ Խոսքով։ Ստեղ են ասել, հիշեցնել սա այդ նովահարի խոսքը գիրք սիրե, դավթար սիրե, ղալամ սիրե։ Ինչևէ, հա։ Գնի ու արժեքից անցնենք մյուս սխալների, բոլոր սխալներ հնարավոր չի կրկնել, ասել, անդրադառնալ, բայց էլի։ Դե շատ է հնչում ազգային ժողովում։ Ազգային ժողովի կապ չունի խմբակցության, թե ինչ խմբակցության ներկայացուցիչներ համատարած անգրագիտություն է հնչում եւ ասում են խոսույթ։ Եղբայր հայրենում խոսույթ բառ գոյություն չունի, կա խոսք։ Եկուզեի տեսել այն անգրագետիկին, որ օգտագործեց խոսույթ բառը, ու այդ խոսույթը մտավ շատերի բեյնը։ Խոսույթ բառ գոյություն չունի, կա խոսք։ Ճիշտ այնպես, ինչպես գոյություն չունի համույթ բառը, կա անսամբլ կամ խումբ։ Համույթ բառը ընդհանրապես հայերենի կապ չունի, սխալ, կոպիտ սխալ է։ Խումբ, եթե չեք ուզում խումբ ասել, անսամբլ, եթե չեք ուզում անսամբլ ասել, ապա խումբ։ Երգչախումբ, պարախումբ, համույթ, որ չեք ասել, թե երգչահամույթ, համույթ բառ գոյություն չունի, կա անսամբլ կամ խումբ։ Ճիշտ այնպես մեկ էլ օգտագործում են գործիքակազմ։ Ինչ հայերեն կա, հնարավորություններ և միջոցներ։ Գործիքակազմս որն է, էլի արհեստական հնարովի և սուտ բառ, սխալ բառ։ Սա ենք ասպատակություններ են հայոց լեզվի կապում։ Մի խոսքով, այդ գործիքակազմը, որ ասում են, լավ, ինչ գործիքակազմ, կա հնարավորություններ, միջոցներ։ Սա է վիճակը։ Իսկ այսպես ինչպես նաև հիշեցի օրերս ասեմ, հանկարծ YouTube ալիքում հայտ եկավ մի հին հաղորդում, որտեղ հումորով ձեռ էին առնում, թե հա տեսեք հիմա էլ ժամանակները փոխվել են, արհեստական տարածին բառերը հայացնում են եւ արհեստացում ինչ-որ հայերեն չի էլի տարեստական ստեղծվածարար ինչ է թուրիմացություններ եւ այլն, օրինակ է բերում, ասում, օրինակ շրիշակ, այս հաղորդում վարողն էլ, թե հումորես, հա էլի, այդ կարծեմ այդ շրիշակները պլինդուզն էր,
պլենդուզնա, չէ։ Այս գրողը տանի, շրիշակ բառը հնարած չէր։ Պլենդուզն է, պլենդուզ չի, այլ պլինտուս է։ Իշտ այնպես, ինչպես նորադուզն էլ նորատուս է։ Սա է մեր իրականությունը, սա է ցավոք սրտի եւ գիտեք ժամանակին ասում են, որ ընդհանրապես լեզու սովորողներին, գոտար լեզու, օրինակ ֆրանսերեն սովորողներին խորհուրդ են տալիս ասել ռադիո ֆրանսը, անգլերեն սովորողներին խորհուրդ են տալիս ասել BBC-ին, որտեղ այդ ալիքներով հնչում էր անաղարտ ֆրանսերեն, անաղարտ անգլերեն, նույն ասենք ռուսական ռադիո Ռասիան, ռուսերեն սովորողներին հայերեն սովորողներին ամենից խորհուրդ են տալիս ասել անպայման հայկական Հայաստանի ռադիոն, Հայաստանի հեռուստատեսություն, իդեպ հայկական ռադիոյի մասին։ Ժամանակին, երբ ստեղծվեց այդ հանրային խորհուրդ կոչվածը, ժամանակին հանրային խորհրդի ղեկավար նշանակվեց մի ոմնը, որ համառորեն պահանջեց, որ ոչ թե Հայաստանի ռադիո ասել, այլ հայկական ռադիո, գրողը տանի։ Այն կոպիտ սխալ է, բայց սխալի մինչև հիմա շարունակվում է, որովհետև հայկական ռադիո կարող է լինել, օրինակ, ասենք Ռուսաստան, որ մի բան իհարկե Ռուսաստան անհնարին հայկական ռադիո լինի, բայց ասենք Ամերիկայում, Ֆրանսիայում հայկական ռադիո, Ֆրանսիայում աշխատող հայկական ռադիո։ Բայց Հայաստանում հայկական ռադիո չի կարող լինել, կա հայերեն, որտեղ հայերեն։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հանրային ռադիոյին, ապա Հայաստանի հանրային ռադիո, ոչ թե հայկական ռադիո, այսպես է։ Ու այդ ներկայիս այդ հանրային հեռուստատեսությամբ էլ Հայաստանի հանրային ռադիոյով էլ իհարկե կան լավ հաղորդումներ, բայց շատ հաղորդումներում սպրդում են ահավոր կոպիտ սխալներ, հայերեն իմաստով։ Դա վատ է, շատ վատ է։ Եվ համատարած սխալներից է օրինակ ասենք մարդ երկրում ասենք անուն ազգանուն է տալիս օրինակ Կիրակոսը, որը փրկեց այսքան մարդու կյանք։ Ներողություն իշխանություն, օրինակ ասենք մի ազգանուն է տալը, վերջերս մի կարծես Հունգարիայում մի հայ ազգի զինծառայողի մասին է, որը որ վտանգելով իր կյանքը փրկել է նացիզմի տիրապետության հետ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հարյուրավոր հրեաների եւ իրաց ազգանուն է տալում, ասում է նա ով այսքան մարդ փրկեց, ոչ եղբայր, ոչ թե նա ով փրկեց, այլ նա որը փրկեց այդքան մարդ։ Պետք է լինի որոշյալ կոդով, թե մարդը կոնկրետ Պողոսյանը, որը փրկել է, Պողոսյանը, որը նկարել է, Պողոսյանը, որը որ կատարում է երգը, չի ասել, Պողոսյանը, ով կատարում է երգը։ Այլ բաներ ասում ես, եւ անհայտ մարդ է, նա ով, սա չի ընդունում, սա ուրիշ բան է։ Չես կարող ասել, նա որը չի ընդունում, այլ կարելի ասել, բայց արդեն այլ իմաստուն է։ Ես ասում եմ, նա որը չի ընդունում, որը կոնկրետ ունես մեկին, նայ։ Նա կարող է լինել արդեն նախարարպես ասել ես Պողոսը, Կիրակոսը, Պետրոսը, բայց նա երբ արդեն հայտնի խոսքը կոնկրետի մասին է, ասում ես Կիրակոսը, որը երբեք չէր ասի այս բառը։ Սա ինչի մասին է խոսքը։ Այս համատարած եմ։ Պողոսյանը, ով կատարել է այս երգը, Կիրակոսյանը, որ կատարում է այս գործը, չէ, ով չէ։ Ով, երբ պետք է հասկանալ, երբ պետք է ասել ով, երբ պետք է ասել որը։ Հիմնականում ես ասեմ ճիշտը ասել որը։ Բայց իհարկե կոնտեքստից։ Մի խոսքով այսօր համառոտ այսպես անդրադարձա մեր լեզվական սխալներին, որ շատ են կրկնվում, շատ են տարածված այս լեզվական սխալները, որոնք արդեն հիշեցնում են ասպատակություն լեզվի դեմ։ Սա է, որ պետք է գիտեմ, դա ճանապարհը ոնց պետք է առնվի, այս հարցում կարևոր դեր պետք է ունենա խաղա նաև ասենք կրթության ներողություն լեզվի տեսությունը, որը ժամանակին կոչվում է լեզվի պետական տեսություն եւ
կառավարության առընթեր էր եւ ուներ բարբերաբար, ասենք հրատարակում էր այդ վերություններ էր վարկում բարբերանը շրջաբերական էր, թե ինչ բառեր պետք է օգտագործել, այս բառը ինչպես պետք է օգտագործել, երբ պետք է օգտագործել, ինչպես է գրվում եւ այլ եւ այլ։ Եվ Լեզու պետական կոմիտեի այս հայտարարությունները, այս կատարումները վերջնական են եւ ընդունելի են բոլորի կողմից պետք է տարա։ Հիմա այսպես չկա, որովհետեւ գիտեք ես հորդորակ մեկը հնարել էր հորդորակ բառը եւ ռեզիստենտությունը հորդորակ է ասում։ Եվ ինչ հորդորակի մա հորդորել բառ նշանակում է համոզել խորհուրդ տալ, բայց սա ոչ թե պետք է հորդորել, այլ պետք է լինի հորդորակ, այլ պարտադրակ, որովհետեւ եւ ընդհանրապես էլ լեզվի տեսչությունը, որը միացրել են այդ անհետ ֆարզաբար հապավումով կրթության, գիտության, մշակույթի եւ ԿԳՄՍ-ը, հա, այդ նախարարություն մի օղակ է դարձել։ Հասցնում են մի օղակի օղակ, այնինչ պետք է կառավարության առընթեր, թե նախարարություն պետք չէ, բայց կառավարության առընթեր, որ ունենա ինքնուրույնությունը եւ նաեւ օժտված լինել լայն լիազորություններով։ Որոնք որ սխալների դեպքում, ինչպես ասենք, սննդի սանիտարական վերահսկողության ծառայությունը փակում, չէ՞, ժամանակավոր փակում, ստիպում որ ուղղեն, այդպես էլ այդ լեզվի տեսությունը պետք է ունենա նման գործ հնարավորություններ, իրավունքներ, որ սխալների դեպքում սահմանային մեծ դուգանքներ նաև արգելեին այդ բառերի օգտագործումը։ Մանավանդ նկատի ունեմ, ասենք շատ խանութներում Երևանում ասում ես փողոցներով, չգիտես այդ հայատար վերնագրերը, խանութների անվանումները Ռիո, չգիտեմ, Պալերմո, ինչ ասեմ, մարքետ, հաուզ, հետո լավ, այդ հայերեն անվանումները մոռացել եք և խանութ բառնել, որ խանութ գրվի չի լինի, գրվի անպայման մարքետ, այդ կրպակի վրա գրեն սուպեր մարքետ, ամոթ է։ Այս բաների վրա պետք է ուշադրություն դարձնի լեզվի տեսչությունը, ըստ որում լեզվի տեսչությանն էլ պետք է օժտեն լայն եւ ազդեցիկ լեզվությունները։ Ու նաեւ ներգրավեն այդ գործընթացում իսկապես գրագետ բանիմաց մարդկանց, այլ ոչ թե այնպիսի խմբագիրների, որոնք թոթովել բառը կդասնեն թոթվել։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս կոչով դիմում են բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրեք, խնդրեմ, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով Համասյա Ավանեսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ վերջում հիշեցնեմ, որ հաղորդմանս վերնագիրն էր ասպատակվող հայոց լեզուն։ Ցտեսություն, կհանդիպենք։